Չիչայտանյակ շիքշահամրիտա բակսիվինոթակուր մենք ձեզ հետ շարունակում ենք ուսումնասիրել հոգևոր կյանքի փուլերի գիտելիքը, որպեսզի կարողանանք, ես միշտ ամեն անգամ ստիպված եմ լինում ասեմ, որտեղ հետագայում չգիտեմ ով կլսի, ով չի լսի, որ սա սկզբունքներ են, որոնք իրանք անկախ մարդու կրոնական պատկանելիության հոգևոր մարդը, եթե ինքը ուզում է գրագետ ձևով կառուցի իր հոգևոր կյանքը, սա հենց այդ սկզբունքներն են, որոնք անկախ դրանից, թե մարդը ինքը հոգևոր ճանապարհում որողության վրա է, ինքը այս հերթականությամբ պիտի առաջ գնա, որպեսզի կարողանա հասնի արդյունքների, չէ՞։ Մենք դες շատ ենք խոսացել նրա մասին, որ իրականում հոգևոր կյանքը ինքը ունի երկու արդյունք, անշուշտ հոգևոր կյանքը առաջի հերթին բոլոր փուլերում առաջի հերթին տալիս է նյութական արդյունքը։ Հետո նոր տալիս է հոգևորը, չէ՞։ Ինչի համար, որովհետև այսպես կարող ենք ասել, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ամենահզոր հոգեբանն է, ինքը շատ լավ հասկանում է, որ նյութական աշխարհում ապրող կենդանիների համար առաջի հերթին կարևոր է, թե իրանք ինչ փոփոխություններ են ստանում իրանց նյութական կյանքում, երբ որ զբաղվում են բացի յոգայով կամ դարապես հոգևոր կյանքով, բացի յոգայով չասենք, հա։ Ուրեմն մենք ձեզ հետ ընդհանուր առմամբ պատկերացում կազմեցինք, չէ, ասենք հոգևոր ճանապարհի այդ սիստեմայի հետ կապված, որներ է ընդհանուր պատկերացումը։ Ընդհանուր պատկերացումը ինքը երկու ճյուղ ուներ։ Մեկը դա նա էր, որ կենդանիակը կամ մարդը, ասենց ասենք, մարդը ինքը ունի կոպիտ մարմին, նուրբ մարմին, այդ նուրբ մարմնի մեջ մտնում է միտքը, բանականությունը կեղծ եսը, չէ։ Եվ արիացիները իրանք առաջարկում են, որ մարդը ինքը պետքա կամաց իր նյութական մարմնի բոլոր կամպանիաները ներգրավի հոգևոր կյանքի մեջ, չէ։ Հիմա տեսեք, ուրեմն հենց ամենասկզբից կենդանիակը ինքը չի կարող, միտքը դա ցանկություններն են, բանականությունը դա արժեքային համակարգն է, չէ։ Այդ նշանակում է, որ ինքը միանգամից չի կարող էլի վերստի ու առավոտը վեր կենա հեղափոխված արժեքային համակարգով կամ ազատ իր նյութական կապվածություններից խրված հոգևորի մեջ, չէ։ Այլասիները իրանք ասում են քայլ առ քայլ։ Բակտիվինոթ Թակուրի իմ ամենասիրած սկզբունքն է քայլ առ քայլ հանգիստ, գրագիտությունը զարգացնում, որ ինչից հետո պիտի անես, հանգիստ անես ոչ մի շտապողականության քո համար սկսում ես այդ սկզբունքները ներգրավել քո կյանքի մեջ։ Հիմա, ուրեմն առաջի փուլով, չէ, դու ներգրավում ես քո նյութական մարմինը։ Քանիսին վեր կեցար, ինչ կերար, ոնց արեցիր, քանիսին քնեցիր, լողացար, չլողացար, ինչ ակար, հա, այդպես կենցաղը։ Առաջին հերթին դու փորձ ես կատարում հոգևոր կյանքը մտցնել քո կենցաղի մեջ, որտեղ ինչ ես անում։ Մարմնի մակարդակի վրա սովորություն ես ձեռք բերում հաշվի նստել Աստծո հետ։ Չէ՞։ Հիմա երկրորդ հերթին արժեքային համակարգը։ Արժեքային համակարգը ինքը ոչ թե երկրորդ հերթին զուգահեռ, հա, զուգահեռ արժեքային համակարգի վրա ես աշխատում, այսինքն լսում ես հոգևոր գիտելիքը, կախված նրանից թե որ կրոնականության շարժումի մեջ ես այդ սուտ գրվածքն ես ուսումնասիրում, հա, եւ փոխում ես արժեքային համակարգը, ինչքան ավելի արժեքային համակարգը ամրապնդվում է, այդքան ինքը անմիջապես ազդում է մարմնի պահվածքի որակի վրա, այդքան ավելի բարձրանում են ստանդարտները մարմնի, չէ՞։ Հիմա ուրեմն երկրորդ քայլով դա արժեքային համակարգն է։ Այստեղ Վիշվանաթ Ճակրավարտի Թակուրը ինքը ասում է, որ իրականում կան երկու տեսակի մարդիկ, հա, կան մարդիկ, որոնք իրանց համար ավելի հարմար է սկզբից անել, հետո հասկանալ, իսկ կան մարդիկ, որոնց համար ավելի կարևոր է, որ իրանք սկզբից հասկանան, հետո անեն, դրանք ինտելեկտուալներն են, չէ՞։ Ուրեմն մենք ձեզ հետ անկեղծ խոսում ենք դրա մասին, որ իրականում ինտելեկտուալ մարդիկ իրանք շատ ավելի քիչ են, քան այն մարդիկ, ում համար որ ավելի հեշտ է սկզբից սովորությունները ձեռք բերել, հետո նոր արժեքային համակարգի հետ աշխատել։ Հա, հիմա ուրեմն արժեքային համակարգը ամրապնդվեց, երբ որ արժեքային համակարգը հոգևորի մեջ ամրապնդվեց, մենք պետք է հասկանանք, որ մեր հավատը, մեր հոգևոր բանը, այդ հավատ խոսքը ստեղ չի սազում, էլի։
ուրեմն մեր հոգևոր կյանքը ինքը դարձավ ամուր։ Всё։ Ինչքան ավելի շատ ենք մենք հասկանում գիտելիքը, չէ՞, այդքան ավելի ամուր է դառնում մեր հոգևոր կյանքը։ Ինչ է նշանակում ամուր։ Դա նշանակում է դառնում է անկախ նյութական կյանքի ընթացքից։ Հա, լավ է, վատ է, ուրախ եմ, ուրախ չեմ, մեկը չգիտեմ ինչ արեց, այս մեկը ես ինչ արեց, բան, դա չի ազդում վրան, ինչու՞, որտեղ դու իմաստություն ես ձեռք բերում, չէ՞, ասենք, եթե որ մենք ասում ենք գիտելիքն էլ իր առաջի նյութական արդյունքը դա իմաստությունն է։ Երկրորդ արդյունքը դա հրաժարումն է։ Հրաժարումը դա sense կիսա նյութական, կիսա հոգևոր արդյունքն է, չէ՞։ Այդ երբ որ այդ հրաժարումը ինքը հասնում է մաքսիմումի, կենդանիակը ինքը ստանում է նյութական աշխարհից ազատագրում։ Սա ռեալ process է, հասկանում եք, որ նյութական էներգիան պրոստը դադարում է այդ կենդանիակի վրա ազդել։ Ինչ է նշանակում դադարում է ազդել։ Շատ մարդիկ իրանք ինչ-որ միստիկական բաներ են այս ազատագրման մեջ ման գալիս, չէ՞։ Բայց մենք որպեսզի հասկանանք ինչ է նշանակում ազատագրված վիճակ, պետք է հասկանանք ինչ է նշանակում պայմանավորված վիճակ։ Ինչ է նշանակում կենդանիակը իր վրա ազդում է նյութական էներգիան, դա ինչ է նշանակում դարապես, չէ՞։ Ասվում է, որ նյութական էներգիայի գլխավոր ֆունկցիան դա կենդանիակի իլյուզիաները պատերկա օժանդակելն է, չէ՞։ Այսինքն կենդանիակը ինքը ինչ է ուզում նյութական աշխարհում, իր ամենագլխավոր իլյուզիան որն է, ինքը այս աշխարհում ուզում է լինի Աստծուց անկախ։ Ոչ թե Աստծուց, այստեղ Աստված չի, ուրիշի կամքից անկախ։ Չէ՞, էսա, չէ՞։ Գաղափարը էլի, եթե Աստված գաղափարը հանենք, դա ուրիշ անձնավորության կամքից անկախություն է ուզում, չէ՞ կենդանիակը։ Բայց կենդանիակը ինքը գիտակույն Աստծո անձնավորության անբաժանելի մասնիկն է։ Եվ դա նշանակում է, որ իր իրականությունը այն է, որ ինքը միշտ կախված է գիտակույն Աստծո անձնավորությունից։ Իր գոյությունը կախված է։ Չէ՞։ Ինչու՞, որտեղ բոլոր մնացած էներգիաները Աստծունն են։ Չէ՞։ Տեսեք, ասենք, մենք ապրում ենք հոգևոր աշխարհը հանգիստով ենք, ասենք հիմա ապրում ենք նյութական աշխարհում, չէ՞։ Նյութական աշխարհում մենք հիմա այս պահին ունենք օդ, որով շնչում ենք, արև, որը լույս է տալիս, ջուր, որը կյանք է տալիս, այլուս, չէ՞, այդ տարերքները։ Հələ ոչ մի բան մնացած չվերցնենք։ Նյութական տարերքները ունենք, չէ՞, որը ապահովում է մեր գոյատևությունը։ Բայց դա մեր էներգիաները չի, չէ՞։ Մեկը անկախություն չկա, բայց մեր մոտ կա այդ զգացումը, որ մենք անկախ ենք։ Չէ՞։ Ամեն մեկը իր ազգում է իր մարմնի տերը։ Այ իլյուզիան, այ դա է։ Երբ որ մենք ասում ենք ազատագրում, դա նշանակում է, որ կենդանիակը ինքը այսպես պարզ այդ բանն է տեսնում, այսինքն նյութական էներգիան ինքը դադարում է թաքցնել իրականությունը։ Ինքը դադարում է թաքցնել այն բանը, որ դու հոգի ես։ Հիմա թաքցրած է, չէ՞։ Ամեն մեկը զգում ենք, որ մենք այս մարմինն ենք։ Դա միակ իրականությունը մեր համար։ Բայց արիացիները իրանք էս պնդում են, որ դա տենց չի։ Որ կա ինչ-որ պայման, որը երբ որ դու կատարում ես, դու հայտնվում ես ինչ-որ մի հատ ուրիշ իրավիճակի մեջ։ Որն է այդ իրավիճակը, հետո որ դու սկսում ես գիտակցել, որ դու հոգի ես։ Սա նշանակում ազատագրված վիճակը, հասկացաք, չէ՞։ Հիմա եւ հաջորդ կամպանիան դա, որը պիտի միանա Աստծո հետ, դա միտքն է, այսինքն կենտրոնացումը։ Տեսեք, ինչքան sense հանգիստ գրագետ են, չէ՞, գալի արիացիները։ Ասում են, հանգիստ սկզբից սովորություն ես ձեռք բերում քո համար։ Հա, ասենք Աստծո հետ ինչ-որ կապ ունենալ, աղոթել, ասենք ուսումնասիրել, ժամանակին վեր կենալ, սատանա, հա, կարգավորից սկզբունքներ, բարոյականության օրենքներ, այսօր մտնում ենք այդ դաշտ, չէ՞։ Մարմնի հետ կապված այդ բաներն ես անում, արանքում ուսումնասիրում ես գիտելիքը, քանթիգնում ես, գիտես, ինքը որոշ գիտելիքի մեջ խորանում ես, չէ՞։ Ինչ է նշանակում գիտելիքը վերջը բերում է հրաժարում։ Դա նշանակում է, որ գիտելիքը, այսինքն իմաստությունը ինքը օգնում է, որ կենդանիակը ինքը պրոստը լինի անտարբեր։
Հասկանում եք, այլ որ մարդիկ իրաք մեկ մտածում են, որ հրաժարում այդ են, հա, որ իսի ուզում եմ ու չեմ ուզում, չէ, չէ, էդի բռնություն է, հա, դրա համար Պրաբհուպադը ինքը միացավ լավ օրինակ էր բերում, էլի, ինքան տեղին, ինք ասում էր, եւ այն ընթացքում, երբ որ իմպերսոնալիստները տանջում են իրանց, սովամահ են լնում, եսիմ գիշերներով չեն քնում, կարակ են վառում ամառը, սառը ջրի մեջ են նստում ձմեռը, եսիմ ինչ նվիրալները իրանք համով ուտելիքներ են պատրաստում, իրանց համար ուտում են, քեֆ են անում, պարում են, երգում են, եսիմ ինչ ու զարգանում։ Հասկացա՞ք։ Եսի շատ դիպուկ է, էլի։ Հա, այսինքն հոգևոր կյանքը երբեք չի կարելի վերածել ասկեզայի։ Որտեղ ասկեզը, այսինքն երբ որ մարդը ինքը մի բան անում, որ ինքը չի ուզում անի, չէ, այդ չի ուզում անի, բայց ստիպում է իրան որ անի, դրա վրա երկար հնարավոր չի էլի մնալ։ Այլասիների գաղափարը ինքը լրիվ ուրիշ ասում, այլ որ դու գիտելիք ես զարգացնում Աստծո մասին, չէ։ Հիմա ես կակրաս այսօր էի գրում էլի, այդ կարևոր գաղափարը ասեմ, հա։ Իրականում իրանք ասում են, որ Աստված ինքը այնքան հրապուրիչ է, որ ոչ մի կարիք չունի բռնություն կատարի։ Եվ երբ որ դու իր մասին գիտելիքն ես ուսումնասիրում, քեզ ծանոթացնում են իր հրապուրանքի հետ, չէ՞, իր բնավորության հետ։ Տեսեք, ընդ որում դաժե թե ինքը ոնց է վարվում, թե ասենք ինքը իրան ինչպես է պահում նյութական աշխարհում, դա էլ է չէ շատ հրապուրելի, երբ որ մեզ դա ճիշտ է մատուցվում։ Որտեղ այնտեղ ամենաբան խնդիրը որն է, որ մենք հասկանանք, թե ով է մեզ տառապանքը տալի, չէ՞, նյութական աշխարհում։ Նյութական աշխարհում ամենագլխավոր թեման դա է, տառապանքը որտեղից է ծնվում։ Հա, ու եթե մարդը ինքը չի հասկանում, թե նյութական աշխարհը ինքը ինչպես է կառուցված, Աստված ինքը ինչ սկզբունքներով է արարել այդ աշխարհը, ինչ է ուզե անի, ինչ է ոնց է, չէ՞, ինքը միևնույնն է, միշտ ենթագիտակցաբար Աստծուն մեղադրում է տառապանքների մեջ։ Ինչի, որտեղ իրականությունը ինքը նենց է, որ եթե գիտելիքը ինքը սխալ է, մարդը ինքը չի կարողանում ճիշտ հասկանալ Աստծո բաղվածքը։ Ու իր մոտ այդ հարցը միշտ մնում է։ Ես ոչ մի բան չէի արել, պրոստը ինձ համար հանգիստ ապրում էի։ Այս ինչ եկավ հիմա իմ կյանքը։ Չէ՞։ Ու աշխարհը միշտ մնում է անարդար։ Ես դա շատ եմ չէ խոսում, որ մինչև վերածննդի գաղափարը չընդունվի, աշխարհը ինքը անարդար է վերջ։ Հիմա տեսեք, այսինքն իրանք ինչ են ասում, իրանք ասում են, այ մի հատ ճիշտ գնահատի, թե դու ոնց ես այս աշխարհում հայտնվել, թե Աստվածը տեղ ինչ է արել քո հետ, հա, թե ասենք բանը տառապանքները ինքը որտեղից է ընդհանրապես հայտնվում, Աստված դրան ոնց է նայում, ինչ է, այդ ամեն ինչը հասկացի, չէ, այլ որ դու այդ ամեն ինչը հասկանաս, հիմա շատ կարևոր է։ Դու դառնում ես նյութական աշխարհի հանդեպ իմինը անտարբեր։ Էդի որ ասում են շանտի հանգստություն, էդի անտարբերությունն է։ Հասկանում եք, էդի ոչ թե ալիքը գալիս է դու զսպում ես, չես կապվում, կամ չգիտեմ, դու ճիք ես գործադրում, որ չատես, ճիք ես գործադրում, որ չկապնվես։ Էդի չէ, էդի այն սկզբում են խաղալու, կուկլա խաղալու բանն է։ Ինչքան դու իմաստություն ես զարգացնում, այդքան դու դառնում ես անտարբեր աշխարհի հանդեպ։ Դա շատ խախանդ վիճակ է, չէ՞, հասկացաք, չէ՞, անտարբերության մեջ ճիք չկա։ Ուրեմն հրաժարումը ինքը կատարյալ է, երբ որ ինքը իր մեջ ոչ խորշանք ունի, ոչ կապվածություն, այլ անտարբերություն։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, դա ինչի է պետք։ Այդ միակ այդ անտարբերությունն է այն պլատֆորման, որի հիմքի վրա կենթանիակը ինքը կարողանում անի հաջորդ քայլը։ Որն է հաջորդ քայլը։ Միտքը կենտրոնացնել Աստծո վրա։ Հա, այսինքն որ միտքը, այսինքն այն ինչը որ հա գնում է օբյեկտների հետևից, չէ՞։
զգայարանների միջոցով գնում է, այսօր նայեմ, այսօր տեսնեմ, բայց դե սիրուն աղջիկ էր բարում, բայց դե ինչ որ տղա էր, ես միջանում, այստեղ մեքենա էր, այստեղ դաչա էր, այդտեղ չգիտեմ, կարիերայի պատերազմեր, այդտեղ չէ, էթիկը զգայարանների միջոցով ընկալում է ու մշտական նյութական աշխարհի վրա կենտրոնացած նյութական ցանկություններ աճի բանանում վախից ու տրփակից, չէ՞։ Մեկ հա բաներ մտածում թե ոնց պաշտպանվի կենթանեական, մեկ էլ հա բաներ մտածում թե ոնց հաջողության հասնի։ Էսա չէ մտքի ֆունկցիան, ու ինքս էլ լրիվ կամ հարևանության նյութական աշխարհի մեջ։ Ու այդ արժեքային համակարգի իմաստության միջոցով անտարբերանալ։ Ինչի է սա կարևոր։ Տեսեք, ոչ մի տեղ չի ասվում, որ երբ որ անձնավորությունը ինքը սկսում է իմաստություն զարգացնել, աշխարհը փոխվում է։ Դա սխալ գաղափար է։ Աշխարհը չի փոխվում։ Հաջող լոկալ քո մի փոքր սիտուացիան կարող է փոխվի, բայց ընդհանուր առմամբ աշխարհը ինքը չի փոխվում։ Դու ես դառնում անտարբեր։ Ու երբ որ դու իր հանդեպ դառնում ես անտարբեր, դու իր մեջից դուրս ես գալիս։ Ինքը լավ է, ինքը վատ է, ինքը ինչ է։ Դիքո բանտ չի։ Չէ՞, դա է որ ասենք, որ նորակ հրաժարման օրինակներ բերեմ։ Այմա մենք ստեղ նստած ենք, մի քիչ տնավարի ասեմ, էլի կներեք։ Ձեր վեճն է, թե հիմա Աֆրիկայում քանի մարդ է սովից մահանում։ Բայց վապրիորի դուք գիտեք, չէ՞ որ մահանում է։ Գիտեք, չէ՞ որ այնտեղ ահավոր կյանքի պայմաններ են։ Որ հիմնականում ընդեղ որ արդեն դոկումենտալ ֆիլմերում նայում ենք, երբ որ ցույց են տալիս այդ երեխեքին կամախկիսի միքսից, նայում ես նայել էլ չի լինում, չէ՞, սա գիտեք, չէ՞, բայց ինչ անտարբերությամբ ենք հիմա նստած։ Բացարձակ անտարբեր եք, չէ՞, թե այնտեղ ինչ ալնում, այնտեղ Սիրիան էսի ինչ եղավ, այնտեղ Իրաքն էսի ինչ ելնում, գազամիատ, եթե այդ նորություններ ցույց չտան, մտքի ծայրով անգամ չի անցնի, որ անհանգստանաս։ Չէ, բայց դու գիտես, չէ, որ նյութական աշխարհում, նույնիսկ այս բոլորակի վրա ամեն ինչ չի ու ամենտեղ չի, որ լավ է, չէ։ Հասկանում եք, այ ինչ հանգստությամբ ես անտարբեր։ Հա, ու այդ իմաստության հրաժարումը է տենա, որ այն նույն հանգստությամբ համել անտարբեր ես, երբ որ էդի քո հետ է կատարվում կամ կողքդ։ Հասկացաք, հա։ Հիմա սա ինչ է տալիս, սա տալիս է ամենակարևոր բանը, որ կենցանեակը ինքը կարողանում է այդ իր ուշադրությունը շեղի դեպի գերագույն Աստծո ազնվորությունը։ Որովհետև որտեղ միտքն է, այնտեղ կենթանեակի ցանկություններն են։ Հասկանում եք, այսինքն միտքն է, որ կենթանեակին տանում է դեպի հոգևոր աշխարհ։ Մինչև կենթանեակը ինքը չսկսի հոգևոր աշխարհի հետ կապված ցանկություններ զարգացնել կամ Աստծո հետ հանդիպելու ցանկություններ զարգացնել, չէ, ինքը երբեք չի ոչ կհանդիպի, ոչ էլ կարող գնա հոգևոր աշխարհ։ Սա վերջի փուլն է, չէ, որ այո, որ ինքը միտքը տարավ կենտրոնացրեց, այդտեղ տեղի է ունենում ամենակարևոր բանը՝ հալումը կենթանեակի կեղծ եսը։ Ու ինքը մնում է որպես մաքուր հոգի։ Всё։ Այ հոգևոր կյանքը ինքը իր բաներ, այսպես իր իմաստը կենթանեակի համար կայացավ։ Չէ՞։ Հիմա այս ամեն ինչը անելու համար, չէ, 4 փուլեր։ Կարմա յոգա, գյանա յոգա, դհյանա յոգա, բաքսի յոգա, չէ՞։ Այո, վերջինը, երբ որ եսն է հալում, ինչ է դուրս գալիս, հենց որ եսը հալես, դուրս է գալիս կենթանեակի մաքուր սիրելու ունակությունը, որ ինքը նորից վերադարձնում է Աստծուն, всё, կապը վերականգնվեց։ Ռեալ, հասկանում եք, որ տենեցան մյուս կյանքիսի մեջ, որ պահին էդի արեցիր, այդ պահին էդի վերականգնվեց։ Մահվան գծի հետ вообще կապ չունի այս ամեն ինչը։ Չէ՞, ուրեմն սա մի բանն է։ Հիմա երկրորդը դա այն է, չէ, որ այդ եթե մենք քննարկում ենք արդեն բաքսի յոգան, այսինքն այն process-ը, որով մենք ենք զբաղված, իսկ մենք հիմա անցնում ենք արդեն այնպիսի տեղ, որտեղ համել կարևոր է դառնում մեր պրակտիկան, չէ։ Հիմա եթե մենք անցնում ենք բաքսի յոգային ինքը ասում է
ինքը իր մեջ պարունակում է մնացած փուլերի եւ process-ը եւ արդյունքը։ Հա, այսինքն ինքը համ փուլ ունի, որտեղ ինքը կենտանեակին հաստատում է բարոյականության մեջ, համ փուլ ունի, որտեղ ինքը իմաստությունն է ավելացնում, համ փուլ ունի, որտեղ ինքը մտքի բանի հետ աշխատում է դհյանա յոգանա, չէ, եւ համ էլ փուլ ունի, որտեղ վերականգնվում է Աստծո եւ կենտանեակի սիրային հարաբերությունները։ Այ մենք այսօրվանից մտնում ենք բաքսի յոգայի մեջ այդ մարմնին վերաբերվող հարցերի շուրջ, չէ՞։ Եվ ասենք, իսկ այդ բաքսի յոգան էլ ինքը իրանով ունի իր ստրուկտուրան, չէ՞։ Որտեղ եթե մենք հոգեբանության տեսանկյունից ենք խոսում, ուրեմն առաջի հերթին կենթան հատկապես աստվածամեժության դարաշրջանում կենտանեակը պետք է իր այդ տնավարի եմ ասելու ափր-ծփր ներքին վիճակից, հա, մտնի գերագույն աստվածության հանդեպ հարգանքի դաշտ։ Սա առաջի փուլն է։ Հա, այսինքն կենտանեակը ինքը այնպիսի կենցաղ ընդունում, որ ինքը ընդունում է, որ ինքը կապ ունի, հա, որ ինքը կախված է Աստծուց, հա, եւ հարգանքով է վերաբերվում այդ կախվածությանը։ Որտեղ երբ որ կենտանեակը ինքը աստվածամերժ է, չէ, ինքը իրականում այդ կախվածության գաղափարը իրան ջղայնացնում է։ Բոլոր աստվածամերժերը իրանք ձգտում են անկախության, ոչ թե մենակ Աստծուց։ Չէ՞, օրինակ տեսեք, այ հենց որ հասարակությունը ինքը դառնում է այն ինչ որ մենք ասում ենք աշխարհիկ, այսինքն ազատ, չէ՞, կրոնականությունից ազատ է դառնում դեմոկրատական երկրները, չգիտեմ, ազատ աշխարհը, որտեղ Եվրոպանում Միացյալ Նահանգները իրար շատ տարբերվում են իրարից էլ իրականում մենք նայում ենք դες նույն բանն է, բայց նույն բանը չի։ Դեմոկրատիան ու ազատ աշխարհը իրար տարբեր բաներ են։ Բայց տեսեք, այնտեղ ցայտուն արտահայտված է, չէ՞, որ ամեն ինչը գնում է այնտեղ, որ օրինակ երեխան ծնողից անկախանա, կինը տղամարդուց անկախանա, չէ՞։ Չէ, ամենտեղ այդ է մտնում, ամենտեղ երեխան ուզում է ինքը ինչքան հնարավոր ավելի շուտ դառնա ինքնուրույն, չէ՞։ Կինը ուզում է որ ինքը տնից դուրս գա, ինչ-որ տաղանդներ իրականացնի, եսի բեկեր պարզվում է, որ ինքը դեզիսի միջեր ունի, որ անպայման տղամարդող նման կարիերիստ դառնա, եսի ինչ անի, չէ՞։ Այդի, հա, այդ էլի որ կենտանեակը ինքը ապր-ծփր է վերաբերվում, ինքը իր պոզիցիային, չէ՞։ Հիմա, եւ առաջի փուլում, հիմա սենց ասեմ էլի, այ առաջի փուլում կենտանեակը ինքը իրականում հոգևոր կյանքում սովորում է, այդ որ մենք ասում ենք բարոյականության օրենքներ, այդ բարոյականության օրենքները ինքը հենց այդ կախվածության մասին է խոսքը, հա, որ առաջի հերթին ինքը ընդունում է իր կոնկրետ մարմնի կախվածությունների ցանկը։ Եվ դա կոչվում է բարոյականության օրենքներ։ Հասկացաք, չէ՞, դիտը տենց էլի էությամբ եք նայում, չէ՞։ Ինչ որ վերաբերվում արդեն եթե կենտանեակը ինքը գալիս մտնում է հոգևոր դաշտ, չէ՞, ուրեմն այ առաջինը դա է, որ ինքը պիտի հիմա վերականգնի իր հարգանքը Աստծո հանդեպ, որ այ հաշվի նստի, հա, իր կախվածությունը, չէ՞, օրինակ ինչա։ Ասենք այդ կարգավորի սկզբունքների փուլում, չէ, կենտանեակը ինքը հələ նյութական ակնկալիքներ ունի Աստծուց։ Իր բոլոր աղոթքները որ ինչ են։ Աստվածան էս ինչից բրգի, էս ինչից պաշտպանի, ինձ իմ երեխեքին, էս ինչը տուր են, ինչը տուր են, ինչը տուր են, ինչը տուր, չէ՞։ Էդի որն է։ Էդի ես սկսեցի ընդունել իմ կախվածությունը։ Իմինը Աստծուց, չէ՞։ Հիմա, այ որ ես սկսեցի ընդունել ու սկսեցի Աստծուց ինչ-որ բաներ խնդրել, չէ՞։ Այ Աստված էլ ինքը ասում կներես, էդի տես չի աշխատում։ Մենակ աղոթքով չի, ուզում ես չտարապես, ուզում ես որ ես քեզ պաշտպանեմ, ինչ-որ պայմաններ կա որ դու դի կատարես։ Չէ՞։ Այս խոսքը, բայց ասեք, այ մենք սովորում ենք հարգել։ Սովորում ենք առաջի этаպում սովորում ենք հարգել գերագույն Աստծո անձնավորության դիրքը։ Երկրորդ этаպով, երբ որ արդեն հոգևոր կյանքը ինքը մեզ համար դառնում է սենց էլի ոնց որ ջրի պես սովորություններ, չէ՞։
Այդտեղ մենք մտնում ենք սպոնտակորիտի կոչումը սպոնտան, ռագասատանը, սպոնտան հոգևոր կյանքի մեջ, հա, որն այն սպոնտան հոգևոր կյանքը, երբ որ արդեն հարգանքը ինքը սենց ինքն իրան, հա, սամոսաբույր ռազումեется, հարգանքը ինքը սենց ինքն իրան իրականացվում է, ինքը արդեն նստել է քո գիտակցության մեջ, չէ՞, դու մտնում ես մի հատ ուրիշ դաշտ, մտնում ես գերագույն Աստծո ազնվորության հմայքի դաշտը, ու սկսում ես ծանոթանալ, թե ինչ հարաբերություններ կարելի է իր հետ ունենալ, հետո այդ փուլը ինքը վերջանում է նրանով, որ այն բոլոր հարաբերությունները, որը դու ուսումնասիրում ես, դու արդեն այդ բոլոր հարաբերություններից ընտրում ես այն հարաբերությունը, որը քեզ հոգի հարազատ է, կոչվում է ռասա, վերականգնեցիր քո հավերժ հարաբերությունները Աստծո հետ, ուրեմն մյուս կողմից էլ այս փուլերն են, չէ՞, հիմա, ու եւ Բաքսիվանոս Թակուրը ինքը սկսում է մի շատ մեծ խոսակցություն, հա, որտեղ գլուխը, որը մենք այսօր դեսից սկսում ենք, ինքը հենց այդպես էլ կոչվում է, ինքը կոչվում է հոգևոր կյանքի երկրորդական սկզբունքների շուրջ обсуждение, քննարկումներ, հա, գլուխը ինքը այդպես է սկսվում, չէ՞, ուրեմն մենք անցյալ անգամ խոսակցությունը վերջացրեց Բաքսիվանոս Թակուրը նրանով, որ ինքը բացատրեց մեզի, թե կենդանեակը ինքը ինչ սկզբունքների պիտի հետևի, չէ, որ իր մեջ զարթնի պրեման։ Եթե խոսքը գնաց պարզ կյանքի մասին, չէ, խոսքը գնաց դրա մասին, թե այդպիսի ազնվորությունը ինքը ինչպես պիտի վարվի ուրիշ կենդանեակների հետ եւ այլն, այ հիմա մենք մտնում ենք այն դաշտ, որտեղ որ այդ սկզբունքները իրանք մանրամասվում են, թե ընդհանրապես այդ սկզբունքը ասում են պարզ կյանքի դի որն է, հա, պատրաստություն կատարել է դի որն է, կամ էսիչը կամ էմեսը, չէ, ագահ չլինել, չգիտեմ, էսի չլինել, ենի չլինել։ Երբ որ արդեն խոսքը գնում է այդ փուլի մասին, առաջի բանը, որ ինքը բանը ասում, ինքը ասեք, ինքը քննարկումը, դա մի շատ կարևոր գաղափար է, որ այդ երկրորդական կարգավորի սկզբունքները իրանք կոչվում են երկրորդական, այսինքն իրանք կարևորը չեն, հա, ինչի մասն է խոսքը, որ երկրորդական կարգավորի սկզբունքները իրանք գոյություն ունեն նրա համար, որ դու մտնես բակցի մեջ, այսինքն, որ դու կարողանաս մտնել են տարածք, որտեղ արդեն սերդ ես զարթացնում Աստծո հանդեպ կամ ընդհանրապես քո սիրո պոտենցիալն ես սկսում էլի առողջացնել։ Տեսեք, նյութական աշխարհում, չէ, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, ինչ ազնվորություններ են գալիս հոգևոր կյանք։ Ինչ ազնվորություններ են գալիս, չէ, ինչ ճակատագիր ասես կա, չէ, ասենք, խնդիրների, ներքին պրոբլեմների, տրավմաների, չգիտեմ, հոգեկան խանգարումների, եսի միջերի, ինչ արտահայտություն ասես կա, չէ, տրանսվիստիտներից սկսած մինչև եզիմուն պրծած, չէ, այդ բոլորը իրանք մեր դարաշրջանի ապրողներն են, իսկ կրոնը կամ հոգևոր ճանապարհը, չէ, ինքը իրականում է սկզբնական այն ամենաառաջի տեղը, չէ, ինքը բոլորի առաջ դուռ է բացում, չէ։ Հիմա եթե ինքը բոլորի առաջ դուռ է բացում, դա նշանակում է, շատ կարևոր հարց եմ քննարկելու հիմա, դա նշանակում է, որ տրանսվիստիտը ոնց եկավ, այս տրանսվիստիտը պիտի մնա ու կարող է հասնել հոգևոր աշխարհ, չի նշանակում։ Հասկանում եք, այսինքն այդտեղ ամեն ինչը հավասարվում է, որովհետև նույն ձևի այն ինչ որ մենք համարում ենք նորմալ մարդ, չէ, այդ նորմալ մարդն էլ ինքը պիտի հաղթահարի իր նորմալությունը։ Այսինքն նույն բանն է։ Նյութական պայմանավորված վիճակը պիտի հաղթահարվի։ Հիմա այդ հաղթահարվելը ինքը առաջի քայլով սկսում է նրանով, որ կենթանիակը ինքը ղեկավարության տակ է վերցնում իր կեղծ եսը, այսինքն իր նյութական գիտակցությունը։ Այդ ղեկավարության տակ վերցնելու process-ը ինքը
բերում է նրան, որ անձնավորությունը ինքը մաքրվում է, պետք է որ ասում է Կարգ այդ երկրորդական սկզբունքները իրանք բերում են, որ դու բակցին կարողանաս ընդունես, չէ՞։ Նայեք, երբ որ մենք խոսում ենք օրինակ արական քաղաքակրթության մեջ, հոգևորի ճանապարհը, չէ՞, մենք ասում ենք 4 փուլ, հենց նորից ասացի, չէ՞, 4 փուլ կա։ Կարմա, գյանդա, դհյանա, բակցի, չէ՞։ Այդ 4 փուլերը, չէ՞, իրանք, ասեք, կարման, այսինքն իրական հոգևոր դաշտի առաջի տերիտորիան դա ֆիզիկական մաքրությունն է։ Բացի խոչվում է առաքինության գոյավիճակ։ Չէ՞, ֆիզիկական մաքրությունն է, դա առաքինությունն է կենտը, պայմանավորված վիճակի առաքինությունն է, չէ՞։ Հիմա, այսինքն այ իրական կրոնական դաշտում ծնվում են այն կենտանի ակտերը, որոնք ինչ որ չափի մաքրություն ունեն։ Իսկ աստվածամերության դարաշրջանի ապրողները մաքրություն չունեն։ Հիմա սա նշանակում է, որ իրանք կարող են մնալ կեղտոտ ու ունենալ հոգևոր զարգացում։ Այդ ինչ-որ մտածում են աշխարհի բոլոր կրոնական շարժումների ներկայացուցիչները։ Որ իրանք կարող են մնալ տրփանքով, իրանք կարող են մնալ ատելության մեջ, իրանք կարող են լինեն գոռոզ, ագահ, բռնակալ, եսիմինչ ու համարեն, որ գնալու են ամենակարևորը, գնալու են բացես նստեն Աստծո ծնկներին։ Չկա այդպես process, չէ՞։ Դրա համար առաջանում է այդ անհրաժեշտությունը։ Կեղտոտ կենտանեակի գրեք, էլի կեղտոտ կենտանեակի վերցնել, իրան մաքրել, նոր մտցնել բակցիի տանցք։ Այսինքն նոր մտցնել այնտեղ, որտեղ կենտանեակը արդեն զբաղվում է նրանով, որ իր իմինասիրո պոտենցիալը սկսում զարգացնել։ Չէ՞, իսկ մինչև այդ ինքը միլիոնավոր տրավմաների տեր մարդ է, չէ՞, աստվածամերության դարաշրջանում։ Ինքը չի կարող, չէ՞, այս տրավմաներով հոգևոր զարգացում ունենալ։ Եվ այդ process-ը ինքը կոչվում է սրտի մաքրագործման process, անարտագիվրիտի, այն process-ը, որի համար պատասխանատու է Բաքսիվենոդ Թակուրը։ Ու նրանք, ովքեր ասենք ուսումնասիրում են կամ գոնե մի քիչ կարդացել են Պրաբհուպադի գրքերը, երբ որ մենք այս քննարկումները կսկսենք, դուք կսկսեք տարբերությունը տեսնել։ Այո, որ հեղինակություններից, ասենք, ամեն մեկը ինքը ինչ-որ մի բանի համար է պատասխանատու։ Չէ՞, ու դուք կտեսնեք, թե քարոզ ինքը ինչքան է տարբերվում։ Պրաբհուպադը ինքը պատասխան է տալիս այդ process-ը։ Ինքը մի հատ դաշտ է ստեղծել, որտեղ են ձեռքը դուրս է հանում նյութական աշխարհ, մեկի ճվլիկից բռնում է, հոպ գցում է հոգևորի դաշտ, ասեց, դավայ, յալա ընդեղ բոլորդ, չէ՞։ Ու ասենք, տեսեք, ինքը երբ որ քննարկում է, ինքը քննարկելու մեջ տալիս է ընդամենը 4 սկզբունք։ Հա? Ինքը բավարարի դու մտնես հոգևոր դաշտ, ուրեմն այդ որ էսենց են ցեխի մեջ որ գտնվում ես այդ ցեխի մեջից դուրս գաս, ուրեմն առաջի բանը որ դու անես, այդ բուսակերությունն է, ինտոքսիկացիաներից ազատ, ազարտ խաղերից ազատ, սեռական կյանքի կարգավորում, վերջ, չէ՞։ Ու ինքը հենց այդպես էլ ասում էր, այդ սկզբունքները մարդիկ մտածում են, որ իրանք եթե սկզբունքները պահում են, իրանք արդեն հոգևոր են։ Բայց Պրաբհուպադը ինքը պարզ ասում էր, այդ 4 սկզբունքը ինքը նրա համար է, որ դուք տարբերվեք կենթանուց։ Որ կարողանաք համարվել քաղաքակիրթ մարդ։ Հասկանում եք։ Այո, մենք կմտնենք Բաքսիվենոդի մեջ, չէ՞։ Այո, մենք սկսում ենք, ես ուղղակի կթվարկեմ հիմա այն ամեն ինչ որ մենք սկսելու ենք քննարկել։ Ուրեմն Բաքսիվենոդ Թակուրը ինքը ասում է, այդ երկրորդական սկզբունքները իրանք լինում են 3 տեսակի։ Նրանք, որոնք որ վերաբերվում են անհատ մարդուն, նրանք, որոնք վերաբերվում են մարդկային հասարակությանը, եւ այսքանային հասարակությանը, որի մեջ մարդ ապրում է, եւ համամարտկային երկրորդական սկզբունք, որոնք իրանք հոգեվոր մարդու համար կարևոր են։ Ուրեմն, այն սկզբունքները, որոնք իրանք վերաբերվում են մարդուն, իր անհատական սկզբունքներին, Բաքսիվենոդ Թակուրը ինքը բաժանում է 2 մասի։ Բաժանում է 2 մասի, ասում եմ, երկրորդական սկզբունքները, որոնք վերաբերվում են մարդու մարմնին,
կան սկզբունքներ, որոնք վերաբերվում են մարդու մտքին, հա, ու մենք առաջի հերթին մտնում ենք այդտեղ, այն մնացածը հետագայում կթվարկեմ, հա, ուրեմն, ինչ որ վերաբերվում է սկզբունքներին, որը վերաբերվում են մարմնին, դա սկզբունքներն են, որոնք իրանք վերաբերվում են մարդու ճիշտ կապվածություն, մարդու մարմնի ճիշտ կապվածություններին, հա, մարմինը կապված է միս ուտելուն, հա, կամ ասենք, մարմինը կապված է սեռական այլասեռվածություններին, հետի մարմնի կապվածություններն է, չէ, որ կենցաները ինքը չի կարողանում հաղթահարի, մարմինը իդի պահանջում է, հենակ մարդկան իրենք ասում է, եթե ես միս չկերա, ես չեմ կստան, այդ իր մարմինն է, չէ, պահանջում, հա, ուրեմն ինք ասում է, կան կարգավորի սկզբունքներ, որոնք աշխատում են այդ մարմնի կապվածությունների հետ, ու այդտեղ մտնում է ուտելիքը, խմելիքը, քնելը, ֆիզիկական մարմնի գիգիենան, հա, առողջության մասին հոգ տանելը, հա, եւ այդ ամեն ինչը, այսինքն դա հիմա նայեք, հոգևոր մարդը, հա, որպեսզի ինքը հաջողակ լինի իր հոգևոր կյանքում, ինքը պետք է այդ իր մարմնի կարիքները կազմակերպի նենց, որ իր մարմինը հանգստանա, խախանվի, հասկանում եք, չէ, տեսեք, օրինակ ասենք, ես վստահ եմ, որ նրանք, ովքեր որ ստաբիլ, հատկապես եթե ուշադիր, եթե սովորություն ունեն, այսինքն մենակ նստել, հանգիստ ճապանվեցնել, ոչ թե շոյչիկով, հանգիստ մանտրա կրկնեն կամ ասենք պահպանեն մեր հոգևոր պրակտիկան, չէ, ես վստահ եմ, որ իրանց բոլոր նյութական մարմնի բոլոր նյութական պահանջները ասենց ռեսկի իջնում են։ Համար ես միշտ ասում եմ, ոչ մեկ չգիտի, ինքը ոնց է անում, որ մեկ էլ մի օր զարթնում է ու էլ միս չի ուզում։ Մարմինը խախանվեց։ Ինքը էլ արյուն չի ուզում։ Հա? Կամ ասենք, չգիտեմ, մեկ էլ ինքը զարթնում է ու զգում է, որ սեռական դաշտում ինչ-որ տենց, չասեմ մի անգամից 100%-ով էդի սուտ կլնի, հա? Բայց զգալիորեն մի անգամից ինչ-որ մի հատ խախանդություն է գալիս։ Այդի ինքը այդ խնդիրն է, որ հոգևոր մարդը ինքը չի կարող, այսինքն անձնավորությունը ինքը չի կարող անի այն ինչ որ մենք խոսում ենք, չէ՞ որ միտքը վերջում դե անջատի։ Այդ անջատելը չի կարող անի, եթե իր մարմինը անհանգիստ է։ Հիմա արիացիները իրանք պնդում են, որ իմինը մարմնի մտքի չէ, հասկացաք, չէ, որ ես նստած ոչ բան եմ ուզում, զորով մարմին եմ գրգռում, չէ, այլ որ իմինը մարմինը ինքը անհանգիստ է։ Հասկանում եք, այդ մարմնի անհանգստությունը ինքը իրականում, այսինքն անմիջականորեն, հիմա արդեն որովհետև աշխարհը շատ վաղուց ինքը հենված է այուրվեդայի վրա։ Համար ասենք, այդ ես հիմա ոչ մի նոր բան չեմ ասելու, որտեղ այդ ամեն ինչը արդեն լայն տարածված է։ Չէ՞։ Ինչ են ասում արիացիները։ Իրենք ասում են, եթե դու ուզում ես, որ քո մարմինը լինի խաղաղ, հա, դու պետքա ընդամենը մի 3-4 օրենք պահպանես։ Մեկը դա է, որ պետքա ճիշտ բաներ ուտես, հա։ Մյուսը դա է, որ ժամանակին պիտի քնես, ժամանակին պիտի վեր կենաս, այսինքն որ դու պետք է այնպես կազմակերպես, հատկացի մեր ժամանակում մարդու համար շատ էական է, չէ՞, որտեղ ասեք հեռուստացույցը, չգիտեմ, SNK, բարերը, եսի միջերը մարդուն տանում են այնտեղ, որտեղ մարդը ինքը սկսում է անբնական ռեժիմ, անբնական ռիթմով ապրել, չէ՞, ու դա իրականում մարմինը անհանգստացնում է։ Ու մարմինը ինքը դառնում է անհանգիստ։ Որ ասենք, հիմա ինքը պիտի իր բանով ինքը գնում է դեպի այնտեղ, որ իրան անջատի, հա, որ արդեն բանը լի, որ դու կարողանաս հանգստանաս, մենք նա բազմիցս խոսացել ենք, չէ, որ ասենք, մարմնի հանգստության հետ կապված, նյութական մարմինը ինքը ունի երկու հատ սիրտ, մեկը սիրտն է, մյուսը լյարդը,
Տեսեք, ասենք, նույնիսկ ողնաշարի վրա, չէ՞, այն ներվի այդ բաները, որ դուրս է գալիս, չէ՞, դեպի տարբեր օրգաններ, չէ՞, այն ինչ որ այն ներվը, որը դուրս է գալիս, ներվային հանգույցը, որը դուրս է գալիս դեպի սիրտ ու դեպի լյարդ, ինքը նույն տեղում է։ Իրանք նույն բանին են կպած, էլի, նույն ողին են կպած։ Հասկացաք, չէ՞։ Դա երկու հատ սիրտ է։ Հիմա ինչի՞ է սա շատ կարևոր, որովհետև նյութական աշխարհը ուտելիքը ինքը միշտ իր մեջ պարունակում է եւ դրական եւ ինչ որ բացական երևույթներ։ Այդ բացական երևույթները իրանք կեղտոտացնում են արյունը։ Երբ որ արյունը ինքը կեղտոտ է, չէ՞, просто տուպը ուղեղը ինքը լավ չի սնվում։ Երբ որ ինքը լավ չի սնվում, ինքը սկսում է վատ ղեկավարել նյութական մարմինը։ Հա? Հիմա ինչ է անում լյարդը։ Լյարդը ինքը ունի երկու ֆունկցիա, որ իր վրա դրած է։ Առաջինը դա մարսողականն է, ես միլիոն անգամ ասել եմ դուք նոր բանը, միակ նորից կգնամ էլի։ Առաջինը դա իր մարսողական ֆունկցիան է, երկրորդը արյունը մաքրելու։ Մարսողական ֆունկցիան ինքը կատարում է ցերեկը, արյունը մաքրելու ֆունկցիան ինքը կատարում է գիշերը։ Այսինքն ինքը անցնի այդ ռեժիմին, հա, երկու բան է հարկավոր։ Մեկը հարկավոր է, որ ուշ հաց չուտես, որ ինքը ստիպված չլինի մաքրելու փոխարեն զբաղված լինի բանով, մարսողությամբ, չէ՞։ Եվ դու պետք է պարտադիր քնած լինես։ Ինչի համար, որ մնացած բոլոր զգայարանները իրանք լինեն խախանդ վիճակում, որ ինքը հնարավորություն ստանա հանգիստ իր գործը անի։ Չէ՞։ Ինչի՞ տեսեք, որտեղ որ դուք արթուն եք, չէ՞, շարժվում եք, ես եք անում, մեն եք անում, ինքը լարված է, ինքը չի կարողանում անցնի արյունը մաքրելու գործին։ Ինչի՞ է լարված, որտեղ ինքը գիտի, եթե դուք շարժվում եք, ստամոքսը մեկ էլ սովածանում է։ Հա, ստամոքսը ինքը սկսում է այնտեղ հյութ արտադրել ու տելիք է ուզում։ Հենց որ այդ տեղի անելում լյարդը հասկանում է, որ դի լեղի տա։ Ու մինչև դուք քնած չեք, ինքը չի կարողանում անցնի իր երկրորդ ֆունկցիային։ Դուք կարող եք սոված լինեք, բայց եթե չեք քնած չեք, դուք մեկա լյարդին չեք թողնում, որ ինքը իր գործը անի։ Հա ճիշտ է, նշի որ вообще չեք թողնում, բայց այ ոչ էլ լիարժեք եք թողնում։ Հա դա ինչով է վերջանում։ Դա վերջանում է նրանով, որ այն բոլոր նյութերը, որը ինքը պետք է կարողանար ապրաբոտկա անել, չէ՞, որպեսզի, ասենք, հետո կղանքի միջոցով օրգանիզմից հաներ, ինքը չի կարողան արյունը, ինքը դա մնում է կեղտոտ ու ինքը տանում է ասած ամեն տարբեր տեղեր օրգանիզմի մեջ այդ թույնը տեղավորում է։ Որտեղ տեղավորեց, այդտեղ սկսվում է հիվանդություն առաջանալու process-ները, չէ՞, որտեղ սկսեց փթելու process-ը վсё։ Հասկանում եք։ Հիմա դրա համար առաջի հերթին իրանք դա որ սովետական միջաժավրակ դες լոժում կար, չէ՞, առողջ մարմնում առողջ հոգի։ Հա, դա էստեղից են վերցրել, էլի, այուրվեդայի պրինցիպներն։ Ու մենակ այուրվեդային, չի։ Բայց հիմա մենք քննարկում ենք իրանց։ Այսքան հասկացաք, չէ՞։ Այսինքն տեսեք հիմա նայեք, ես ասում եմ, չէ՞, պրիչա կա, չէ՞, տենց, որ ասենք հոգեվորացուցիչը ինքը աշակերտներին հասնում է, հոգեվոր կյանքում ամենակարևորը որն է։ Ասել եմ, չէ՞, դες արանք։ 1000 պատասխաններ են տալի աշակերտները։ Հոգեվորացուցիչը սենց անում, ասում լավ դու ասա որն է։ Ասում հացը, ուտելիքը։ Այսինքն նյութական մարմինը ինքը պետք է ստանա։ Չէ՞, տեսեք, ունակ շատ մարդիկ կան, որոնք իրանք հոգեվոր կյանքին տենց են, չէ՞, վերաբերվում, որ հենց մտնում են հոգեվոր կյանքի մեջ, իրանց թվում է, որ իրանք բեսամտ հոգեվոր են, եթե արհամարում են նյութական մարմնի կարիքները։ Զգացիք արիացիները որ կեցից են սկսում։ Իրանք ասում են ուրեմն առաջի հերթին դու պետք է ճիշտ հոգ տանես քո մարմնի մասին։ Եվ առաջի բանը, որ դու պետք է անես, դա դու պետք է կարգավորես։ Ինչ ես ուտում, երբ ես ուտում, ինչքան ես աշխատում, երբ ես հանգստանում։ Քնելը։ Հա, հիմա
Ասվում է, որ քնելու ամենառացիոնալ ժամը դա 10-ից 10:30 մարդը պիտի պարկած լինի։ Իրանք արիացիները պնդում են, որ եթե մարդը ինքը 10-ից 10:30 պարկած է, չէ, իր օրգանիզմը, ճիշտ է, հələ լյարդը չէ, իր օրգանիզմը մինչև ժամը 12-12:30 լրիվ հանգստանում է։ Ինքը Բաքսիվինոդ Թակուրը 17 տարի շարունակ 2 ժամ քնել։ Ու այդ ժամերին 10:30-ից 12:30։ Հա, ու դրա համար է, որ ինքը այն ասնավորությունն է, որ 100-ից ավել գիրք ունի գրած։ Մի գլուխ գրել է։ Հասկանում եք, չէ՞, հա, որտեղ ինքը այդ է։ Վեր էր կենում գիշերը իր հոգևոր պրակտիկաներ, լուսաբացին ինքը ընդունում էր աշակերտներին, ինչ-որ տաճարի նախագահ էր, եւ այլն, հետո գալիս էր այդ ամենը, բրծավ, էդի հագնվեց, գնաց աշխատանքի։ Ինքը դատավոր էր։ Գնաց աշխատանքի, եկավ եւ 11 երեխա էր պահում։ Հա? 2 ժամ։ Ու լրիվ վերականգնված էր։ Երբեք չեք տեսել Իրանի միշտ փորի կոպան։ Ինձ նման էր, ես եմ իրան։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն սա առաջի խնդիրն է։ Եվ տեսեք, արիացիները իրանք այս այն ասում, որ առաջի բանը, որ դու պետք է կարգավորես, դա ճիշտ հոգատարությունն է քո նյութական մարմնի հանդեպ։ Որտեղ եթե դու քո մարմնի հետ սխալ ես վարվում, չէ՞, դու կորցնում ես 2 բան։ Առաջինը դա մարմնի կենսունակությունն է։ Այն որ մարմինը կարողանում է ինչ-որ բան անի։ Չէ՞։ Դա սա է կորցնում առաջի հերթին։ Այդ մարդկա այդ մարմնի էներգիան ինքը քիչ է լինում։ Դե ոնց որ ասենք մարդիկ կա, չէ՞ որ ասենք ինքը կարող է մենակով, չգիտեմ, մի հատ հարսանիք բանանի, обслуживать, սպասարկի, չէ՞։ Իսկ մարդ էլ կա, մի հատ ամսի այդտեղից այնտեղ դնում, վայ, բան, գիտեք ինչ եմ արել։ Չգիտեմ, այսօր մի հատ սենյակ եմ ապրել։ Տեղյակ եք ինչ եմ արել։ Հասկանում եք, էդի բանն է, չէ՞ որ կյանքի ուժը ինքը պակսում է։ Այսինքն տեսեք, հոգևոր կյանքը, Ռուպա Գոսվամին ինքը հետագայում կասի, որ հոգևոր կյանքի մեջ ամենակարևոր կոմպոնենտը դա էնտուզիազմն է։ Ոնց էր այրեն մեն բառ ենք, որ սիրում էի, խանդավառությունն է, չէ՞ որ ասենք այդ բանը կա, էլի այդ ոգևորված վիճակը, չէ՞։ Հիմա այդ խանդավառությունը ինքը կախված է մարմնի վիճակից ու էմոցիոնալ վիճակից, այսինքն մտքից։ Այդ 2 ֆակտորն է։ Հիմա իրանք ասում են, առաջի հերթին դու պետք է քո մարմնի մասին սկսես հոգ տանել։ Եթե դու քո մարմնի հետ սխալ ես վարվում, դու ունենալու ես այդ 2 պրոբլեմա։ Մեկը լինելու է նա, որ քո մարմինը չի ունենալու կյանքի ուժ ճիշտ ապրելու։ Օրինակ, դու չես կարողանալու առավոտը 4-ին զարթնես։ Հա? Այդ զարթնելուց հետո էլ չես կարողանալու 8-ին չուզենաս նենց անջատվես քնես, որ մեկ էլ 1-ի վեր կենաս։ Հա? Այսինքն, вот тебя ни на что не будет хватать, էլի։ Ֆիզիկապես չես կարողանալու այդ կարգավորված պահես քո հոգևոր կյանքը եւ նյութական պարտականությունները, որտեղ մարմինը թողնելու է։ Հա? Այսինքն, այդ էլի, որ ասես պրոստը ինքը հագնալու է դեպի քնել, դեպի անգյալություն, դեպի ոչ մի բան չանել։ Հասկացաք։ Եվ երկրորդը դա արդեն էմոցիոնալ էնտուզիազմն է։ Այդ էմոցիոնալը այսա խոսանք։ Ուրեմն առաջինը հասկացանք, չէ՞, տեսեք, ասենք մարդը ինքը հոգևոր կյանքի մեջ հաջողակ լինելու համար, որպեսզի իր ոգևորվածությունը տեղը լինի, ինքը առաջերտին պիտի հոգ տանի իր նյութական առողջության մասին։ Եթե ազնվորությունը ինքը դա չի անում, ինքը մի քիչ հետո ստանում է հիվանդ մարմին։ Մարմինը երբ որ հիվանդացավ, ինքը այն ինչքան որ ուշադրություն չես դարձրել, հա, այդքանը քթերիցդ բերում է
10 այդքան ուշադրություն ես դարձնում։ Համաձայն եք։ Չէ, երբ որ հիվանդացանք, ինքը արդեն ստիպում է, չէ, որ զբաղվենք։ Ինչքանով է ստիպում, որ առավոտից իրիկում մենակ դրանով ենք զբաղված, չէ, թե որտեղը, որից հետո խմենք, որ հանգարտ չմեռնենք։ Այս sense ակտիվ բերում։ Այսինքն ամեն ինչը ինքը ես շատ եմ սիրում, էլի արիացիների այս մոտեցումը։ Հասկանում եք, որ ինքը իրանք ոչ մի բանը չեն արհամարում։ Համ պրագմատիկ, զասիմիլյոննի, չէ, համ էլ հոգևորով եսի մուր տարած, չէ, ուրեմն առաջի քայլը այս է, ճիշտ հոգ տար քո նյութական մարմնի մասին, չի կարելի նյութական մարմինը արհամարել։ Սա առաջի օրենքն է։ Հիմա անցանք մտքի։ Ինչը որ վերաբերվում է մտքին։ Միտքը ինքը որպեսզի առողջ վիճակում գտնվի, միտքը ինքը ապահովում է ընկալումը։ Տեսեք, զգայարաններից ինչ իմպուլս ուզում է գա մարդուն, չէ, այդ ընկալումը տեղի է ունենում մտքի միջոցով։ Բոլոր այդ ինֆորմացիան, բոլոր այդ իմպուլսները, չէ, տեսնում եմ, լսում եմ, բանը, բոլոր իմպուլսները իրանք գնում են, կենտրոնանում են մտքի մեջ։ Հիմա եթե անձնավորությունը, չէ, ինքը իրան նույն ռեժիմի մասին է խոսքը։ Եթե անձնավորությունը իր զգայարաններին, հիմա իր աչքերին, իր լսողությանը, իր, չգիտեմ, հոտ ամեն ինչ բոլոր զգայարաններին, հա, ազատություն է տալիս, որ ինքը ինչ ուզում է տեսնի, հա, ինչ պատահի լսի, ինչ պատահի տեսնի, չէ, օրինակ ասենք, ես այնպիսի աշակերտ եմ ունեցել, և տեսեք, անցյալով եմ խոսում իր մասին, որի հետ ես 2 տարի պայքարել եմ, ու վերջը չկարողացավ ինքը էդի բանանել, ինքը սովորություն ուներ, ջապան ձեռքը մանտրան կրկնելով պորնո ֆիլմեր նայել։ Ու ասեք, էդ ինչի էր բերում, չէ, ուժս էդի բան, հանգիստ ենք խոսում, դա ինչի էր բերում, որ ինքը մշտական թույլ էր տալիս իր զգայարաններին, չէ, ընկալել մի ինֆորմացիա, որը մշտական գրվածության մեջ էր պահում իր միտքը, չէ։ Ինքը չէր կարող, չէ, հոգևոր ցանկություններ ձևավորել այդ ձևի մանտրա կրկնելով։ Կարող էր, չէր կարող, չէ։ Ու դա բերում էր նրան, որ ինքը հետո, այսպես կոչված սեռական կյանքի մեջ, չքննարկենք ինչեր էր պահանջում պարտներներից։ Հասկանում եք, ուսյո, չէ։ Հիմա տեսեք, ուրեմն, հիմա մտքի համար էլ, չէ, ամենաառաջի սկզբունքը, որը հոգևոր մարդը պետք է հասկանա, որ որպեսզի իր միտքը հիմա էլ միտքը կարողանա կենտրոնանա, չէ, տեսեք ուտելակը կանայք եք նստած, դե հիմնականում կանացի օրինակ բերեմ, չէ, օրինակ եթե կինը ինքը չափից ավելա էլի, ոչ թե չի, այլ չափից ավելա դրա վրա կենտրոնացած, չէ, օրինակ ինքը կարող է գնացել էր շոփինգի, ինտեղ մի հատ բան է տեսել, փողը չի երիք է որ առնի, միտքը կենտրոնացել է այդ իրի վրա, չէ, հիմա ինքը գալիս է տուն, իրան մտան նստում է հոգևորով զբաղվելու, հա, ուրեմն կարդում է բանը, սուրբ գրվածքը, մեկ էլ բռնում է նրա վրա, որ մի 4 էջ կարդաց է մրցել է, բայց ուշքո միտքը էներ, որ ո՞ց ես այդ բանը առնեմ, այդ իմ փողը որ ճարեմ մարդը, միտքը տտեղ էր։ Չէ, այս է։ Որ հիմա խնդիրը էտեն է, որ մարդը ինքը պետք է այսպես հասուն հասկանա, որ ինքը ինչ որ մի ձև չեք ասում, ես մի անգամից պիտի պարամահամսա դառնա, չէ, փուճուր թկալերով պիտի սկսի, այսինքն իր առաջ պիտի այս խնդիր դնի, որ այո, եթե ես ուզում եմ հոգևոր դաշտում հաջողության հասնեմ, կա ինչ որ բաներ, որ այս ավտոմատի վրա ես ոչ էլ ուշադրություն եմ դարձնում, էլի, որ ասենք, այդպես բաների վրա ես կարայի չկենտրոնանայի։
Բայց կենտրոնացած եմ, ինչի, որտեղ զգայարաններս թույլ եմ տալիս, որ ազատ ինչին ուզում են նայեն, ինչ ուզում են անեն, ինչ ուզում են չգիտեմ ինչ անեն։ Չէ՞։ Հասկանում եք։ Ուրեմն դրա համար Մաքսիմինո Թակուրը ինքը ասում է, այն ինչ որ վերաբերվում է արդեն այն բաներին էլի ուկազանիա։ Այն ցուցումներին, որը տրվում է մտքին, չէ՞, առաջինը դա ընկալումը մտցնել բաների անհրաժեշտ ռամկաների մեջ, չէ՞։ Երկրորդը էդի բանն է։ Հոգևոր մարդը ինքը պետք է շատ մեծ ուշադրություն դարձնի, որ իր միտքը ինքը լինի ունակ абстракт մտածելու մեջ, абстрактное мышление, հա? Այսինքն воображение, դե ուժեղ լինի։ Սա ինչի համար է պետք։ Դե տեսեք ունակ, այն միտքը, որը ինքը վիզուալիզացիա է, էլի, այն միտքը, որը ինքը չի կարողանում պատկեր ստեղծի իր մեջ, երբ որ ինքը բառ կարդաց, չէ՞։ Ինքը չի կարողանում անի ամենակարևոր բանը, սա շատ նուրբ հոգեբանության մասին է խոսքը, որ արիացիները իրանք տեսեք ինչ մասնագետ են եղել, էլի։ Որն է իրանց գաղափարը։ Իրանց գաղափարը կանում է նրանում, որ հոգևոր, ոչ կամավոր հոգևոր կյանք չի լինում։ Հասկանում եք, բռնության տակ հոգևոր կյանք չի լինում։ Բռնության տակ դուք կարող եք մարդուն սարքել աղանդավոր։ Ոնց որ ասենք պատմության ընթացքում մենք տեսնում ենք, որ եւ քրիստոնյաները եւ մուսուլմանները իրանք այդ կրոնականությունը տարածել են թրով, սրով, բռնությամբ, մորթելով, չգիտեմ ինչ անելով, չէ՞, ավիրելով ամբողջ հեթանոս աշխարհը։ Համաձայն եք, փաստա, չէ՞, պատմական փաստեր են սրանք, էլի ոչ որ ես չեք օրինում մեզանից, չէ՞։ Այդի, այո, կարելի է մարդուն սարքել ձևական քրիստոնյա կամ ձևական մուսուլման, չէ՞։ Օրինակ ասենք մենք լավ գիտակցում ենք, չէ՞, որ լիքը մարդիկ կան, որ իրանք ասենք են եղերնի բանի են թվերին, չէ՞, բռնության են ենթարկվել մուսուլմանների կողմից, հայեր, հենց մինը հայեր, որոնք պրոստը կենթանի մնալու համար կրոնափոխ են եղել։ Պրոստը ու չես կարող այդ մարդուն մեղադրես, ասես թե իր ուզում ապրեիր, գրայիր, մեռնեիր։ Մարդիկ կա, որ մեղադրում են, բայց դա մեղադրելիք չի, մեռնելը իմ կեսուրը մի լավ խոսք ուներ, ասում էր գիտես մեռնելը հեշտ է։ Հա, չէ՞, որտեղ հոգու համար ամենադժվար բանը դա, որ ինքը զոհի իր գոյությունը, չէ՞, որտեղ ինքը գիտի իր մասին, որ ինքը պիտի միշտ լինի։ Այդ դնելը այդքան հեշտ բան չի, էլի։ Մենակ տգետը կարող է մարդուց պահանջի, որ ինքը հեշտությամբ այդ սահմանացնի ու մեղադրի, եթե չի կարողացել։ Դա մենակ տգիտության հիմքի վրա, ֆանատիզմի հիմքի վրա կարելի է տես պատճառ։ Այնպես է, բայց մարդիկ օրինակ ասեք հիմա, որոնք իրանք ընդունել են մուսուլմանությունը, պրոստը որ կենթանի մնան։ Իրանք ինչ է, իրանք սրտում մուսուլման են, վերջնականում իրանք իրանք սրտում հայ են։ Հասկանում եք։ Ես այդ հարցը միշտ քննարկում եմ, էլի են ֆանատիկ անձնավորությունների հետ, էլի ասում այոնակ հիմա ասենք դու հայ բան հայները բոլորը քրիստոնյան, ասում այ այդքան մարդ կա, որ իրանք հիմա ինչն է ավելի կարևոր, որ իրանք մուսուլման են, թե որ իրանք հայ են։ Չէ՞։ Ու տեսեք ասենք մեր Հայաստանում ապրող հայերը իրանք մի հատ շատ հետաքրքիր գաղափար են, չէ՞, առաջ քաշում։ Շուռ տված հայ։ Շուռ տված հայը որ դա։ Ինքը գենետիկորեն կամ հայ է, կամ հայ չի, չէ՞։ Շուռ տվածը որն է, այդ որ ուրիշ գաղափարախոսություն է, այդ որ ուրիշ գաղափարախոսություն է, ինքը դրանով չդարձավ թուրք կամ ռուս։ Չէ՞։ Գենետիկան ինքը հայ է, всё։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ինչի մասին ենք խոսում, որ իրանք այդ դրա մասին են խոսում, որ իրական կրոնականությունը ինքը բնավորություն է, էդի դա էլի կամավոր process է։ Չէ՞։ Այդ կամավոր process-ը դա նշանակում է, որ այդ ինչ որ դու ճանաչ գաղափար ես կարդում, չէ՞, այդ գաղափարը պիտի քեզ դուր գա։ Հասկանում եք։ Երբ
է, որ հոգևոր գիտելիքը ինքը ոչ մի ազդեցություն չի թողնում մարդու վրա։ Ինքը որ ինքը կարող առավոտից ու կրծելով կարդա անգիրանի էսի միջանի, բայց որ նայես տեսնես այդ գիտելիքից մի հատ տար իր սրտին չի կպե։ Դից երևույթ կա, իրական։ Ու այդ ոնց է։ Չէ՞։ Այդ ինչ անշակվեցիք, որ երբ որ ինքը կարդում է կամ ինքը մակերեսային է կարդում, այսինքն հենց այդ պահին, կարդալու պահին իր առաջ խնդիր չի դրել, որ ուսումնասիրում ազարգանալու հանդեպ։ Չէ՞, դա կարիերիստներն են, որոնք իրանք հատուկ, երբ որ ինքը նստում է սուրբ գրվածքը կարդում, ինքը այդ սուրբ գրվածքը կարդում է նրա խաթր, որ անգիր անի, որ հեղինակություն բանանի, աշխատի իր համար, չէ՞։ Դեպքում անգիր Չէ՞։ Ինքը հենց կարդալու process-ում արդեն խնդիր չի դիտում, որ ինքը իր ներքին աշխարհով ազդվի, չէ՞։ Իսկ կան, որ իրանք անկեղծ են, բայց մեկա չեն ազդվում։ Այնի չեն ազդվում, որտեղ այդ կուլտուրան չկա։ Մարդը ինքը չի հասկանում, էլի բան, որ եթե որ մարդը ինքը անգրագետ է, ինքը չի հասկանում, ինքը ոնց է կառուցված։ Ու ինքը ոնց պիտի կարդա, որ եթե դառնա Իրանը։ Չէ՞։ Այդ Իրանն է դառնում, երբ որ այն ինչ որ ինքը կարդաց, դուրը եկավ։ Հիմա տեսեք օրինակ, բակցի յոգայի գիտելիքը ինքը հիմնականում իմինը բակցի, ոչ թե փիլիսոփայության։ Փիլիսոփայության հիմքը ինքը դրված է Բhagavad Gita-ում։ Բայց այդ բակցի հոգեբանությունը ինքը դրված է Բhagavatam-ում։ Եվ ասենք Բhagavatam-ը ինքը իր մեջ պարունակում է պատմություններ, որոնք իրանք տեղի են ունեցել հազարավոր տարիներ առաջ։ Ինչ է մտածում ժամանակակից մարդը, ոնց է որ չի մտնում իր մեջ։ Ինքը էդի կարդում է պրոստը իմանալու համար, հա, բայց իր ներքին բանի մեջ կա մի հատ տրամադրություն, որ էսի իմ համար չի, որտեղ էսի իմ կյանքից չի։ Հա։ Այստեղ խոսքը գնում է հազարավոր տարիներ առաջ գոյություն ունեցող արիական քաղաքակրթության մեջ, ընդդեմ թագավորների, թագուհիների, մեծ անձնավորությունների մասին։ Իմ համար չի, ինքը կարդում է, պրոստը ոնց որ պատմական ինչ-որ մի բան կկարդա։ Պարերնասնա։ Հա։ Նո նրանք ովքեր Բhagavatam-ը լսում են, դուք երևի արդեն ընկալում եք, չէ՞ որ ինչ է նշանակում, երբ որ նիպավերսնսն է։ Այսինքն նիպավերսնսն էդի որն է։ Էդի այն է, որ դու ամեն մի տարի, ամեն մի բառի վրա կանգնում ես, չէ՞, ու կանգնում ես այնց, որ ոնց ասեմ, այս շատ կարևոր պահ է, որ դու պատկերացնես այդ բառի իմաստը, ոչ թե հասկանաս, այլ պատկերացնես, որտեվ մենակ միտքն է, որ ինքը ասում է, ուզում եմ, չեմ ուզում։ Հասկանում եք։ Իսկ հոգին ինքը միշտ ընդունում է այն, ինչ որ իրա դուր եկավ։ Ոչ թե այն, ինչ որ ինքը հասկացավ, նայ, այ որ ինքը ինչ որ մի բանը հասկացավ, այնց որ էս պետքա, պետք չի, չէ՞։ Կամ ճիշտ ասխալա, ինքը պիտի իրան, ոնց ասեմ, այ ուշադրի լսեք ինչ եմ ասում, էլի ինքը իրան ներսում, պիտի իրան զորի, որ այդ հասկացածը անի, որտեվ ասենք պետք է, ինքը ինչ որ մի հատ շահ ունի ու ինքը հասկանում է, որ եթե ես այսի սենց անեմ, այսի կստանամ, չէ՞։ Այդտեղ չկա հոգևոր զարգացման համար ամենակարևոր բառը դուրս է գալի։ Հասկանում եք, այդ դուրդ գալը ինքը տենց էլ չի լինում։ Իսկ երբ որ քո միտքը ինքն այն ստրուկտուրա ունի, որ դու այդ абстрактное мышление, էլի հայերեն չգիտեմ ոնց ասեմ։ Հա։ Հա, այդ абстрактное мышление ինքը դու ունես, չէ՞։ Դու սենց միանգամից, օրինակ ասենք ես չգիտեմ, էլի ինչքանով այնց է հաջողվում, որ ես փոխանցեմ, չէ, բայց ես փորձում եմ փոխանցեմ, ասենք, թե ես ինքս ոնց եմ, չէ, դա մեջի մեջով անցել, այ որ մենք հատկապես առաջի երգն էինք անցնում Բhagavatam-ի, չէ, եւ որ սենց իրար հետևից գլուխներ էին, որտեղ մենք մաքուր լրիրաների կերպարներն էինք անցնում։ Չէ։
Ու եթե դուք ուշադիր լինեք, ասենք կարող է ինձ չէր հաջողվում նենց ասել, որ ձեզ էլ դուր գա։ Բայց եթե դուք ուշադիր նայում եք ինձ, դուք պիտի պարզ տեսնեիք, թե ինչքան են այդ կերպարները ինձ դուր գալի։ Հա? Այդ որ իմ դուրս, այլ որ ինքը իմ դուրս է գալի, ես ուզում եմ իրա նման լինեմ։ Ու ինքը ինձ համար արդեն հազարավոր տարիների դրեսի միջի հերույ մասին չի բան այդ թեման վերանում է, որտեղ կոնկրետ այդ կերպարը իմ դուրն է գալի, չէ՞։ Ու նվիրյալը կամ հոգևոր մարդը, չէ, ինքը միշտ պետք է այ իր մեջ ոչ թե նաբլյուդացիլի բանով կարդա, թե ով ինչ արե, հա։ Այսինքն մտնի ամեն մի կերպարի են ոնց որ մեջը, հա, բարերով նկարագրվում է, չէ՞, դե ինչա, ոնց է, ինչ ասեց, ինչի ջղայնացավ, սեցարեց, ու դու գնում ես իր հետևից, այդ դրա համար тебя должно быть абстрактное мышление, հասկանում եք, ու երբ որ ինք ասի, ում հիմա, բա ինչ անի այն մարդը, որը չունի, այնքը պիտի չշտապի, ինքը պիտի կարդալուց չշտապի, հասկանում եք։ Օրինակ ասենք այդ իմաստով, չէ, իմ ամուսինը ինքը բան միած որը ես ինքը մի շատ բան իմաց ա եղել, ասենք այն արտաքինից, երբ որ ինքը գալիս էր նստում էր, սկսում էր դասախոսություն կարդալ, թվում էր, որ ինքը սենց աղրամոտից իրիկուն գիրք ա կրծում, ես էլ երբ որ իր այդ ամուսնացա, մտածում էին, թե ինձ չեմ հատուկ կվալիֆիկացիա պահանջվում, որ ես օրերով իրան չանհանգստացնեմ, որ ես դա արել եմ տարիներ շարունակ, հիմա այդ չի խնդիրը, բայց դուք չեք պատկերացնում իմ մանտրաժը, երբ որ ես արդեն եկել եմ իր հետ մաքրում, պատմել եմ, էլի կարծեմ, նորից եմ պատմելու։ Ինքն ասենք, ինքը վեր կացավ, երբ որ ինքը ուզեց այդ ժամին էլ վեր կացավ, ես էլ մեկ 12-ից վեր կացող էի, Հա? Բան արեց, իրան լողացավ, բան եկավ նստեց, գիրքը բացեց, ասի всё սկսվեց, ես վրաս վեր կացա, դուրս եկա, որ չխանգարեմ իրան, գնացի խոհանոցում մատրագրկմելու, բա։ Ինալի չէի հասցրել դուրս գայի, որ ասմա բացեց երկու տող կարար հասցներ կարդար, էլի։ Մենք էլ վեր կացավ գնաց պաչկամ, մտակարնի ստանոք ուներ, դե իրա մտածելու ստանոքներ, էլի։ Միացրեց, սկսեց չողրղռասնել։ Ստացա всё, и всё։ Հասկացաք, չէ՞։ Իսկ իրա մոտ այդ process-ներ գնում։ Երբեք կյանքում ինքը չէր թռնի։ Մինչև այ իրա մեջ ինքը այդ կերպարը, այդ կերպարի արարքը, չէ՞, ինքը գնաց, ինքը վերցրեց այդ կերպարին, մի հատ նախադասություն կարդաց, թե այդ կերպարի ինչ-որ մի հատ սիտուացիա, մի հատ բան արե, վերցրեց ու գնաց։ Դե ֆրանսը չոբանա տաշումի միջա սարկում, գլուխը տեղա։ Հասկացաք, չէ՞։ Ինքը իրա մեջ այդ абստրակտ վիզուալիզացիան անում էլի, թե ասենք այ ինչ հոգեբանություն պիտի ունենաս, որ այս սիտուացիայի վրա սենց ասեիր կամ ասենք սենց ռեակցիա տայիր, սենց արարք կատարեիր, բան, հետո որ դուրս էր գալի, արդեն սկսում էր բացատրել, նենց էր ոնց որ ինքը այդտեղ է եղել, այդ մարդու մեջ է եղել, հասկանում եք, չէ՞։ Այդ համար էսի, որպեսզի հոգևոր կյանքը ինքը բարեհաջող անցնի, չէ՞։ Այս абстрактное мышление, ես ռուսերեն միշտ իմ աշակերտներին ասում եմ, надо додумывать, հա? Այսինքն դու ազդեցություն չես կրում գիտելիքից, որտեղ երբեք այդ գիտելիքի մասին միջև վերջ չես մտածում, հա? Դու իր ամեն մի կոնցեպցիան կիսատես թողնում անցնում առաջ, կիսատես թողնում, ասես, ոնց որ ջրի վրայով քայլես, էլի, ասես վրայով վազելով ման ես գալիս, դրա համար ոչ մի բանը չես կարողանում խորքային ընկալես, հասկանում եք, մենք պիտի հասկանանք, որ այսքան մարդը ինքը պետք է հասկանա, որ երբ որ ինքը հոգևորով սկսեց զբաղվել, ասեց, խորությունը ինքը ավելի կարևոր է, քան արագությունը,
Հասկանում եք, երբ է մարդը ինքը խորության հետևից գնում, չէ, կներեք, արագության հետևից գնում, երբ որ ինքը ձգտում է հոգևոր մարդկանց շրջապատում հարգանք վայելի, ինչ-որ մի հատ դիրք ունենա, բան չի, ցույց տա, ես էլ կարդացի, ես էլ գիտեմ, բան, ես իմ ինչ չէ, ու ոստակ ասենք իմ աշակերտները իրանք գիտեն, որ հա, ես այդ կետում շատ սկզբունքային եմ, բարձր որ եթե ես այս բաների մասին խոսում եմ, ուրեմն այս բաները իմ մեջ է իրականացված է, չէ, ես չեմ կարող, չէ, խոսամ մի սկզբունքի մասին, եթե ես այդ սկզբունքը չեմ կիրառել, ես իրանից ոչ էլ տեղյակ եմ, ես էլ կլինեի այն մարդը, որը այս բառի վրայով անցավ, даже չհասկացավ, մտածեց, ասեց, ես абստրактное мышление որն է, չսա պետք անցավ գնաց, բայց խորացել եմ, չէ, որ այսքան խոսում եմ, հասկանում եք, ու այո, ասենք, ես իմ աշակերտները գիտեն, որ ես շատ հանգիստ եմ այդ բառը ասում, իսկ ես էսի չգիտեմ, ինֆորմացիոն տեսանկյունից, ես էսի չեմ կարդացել, չգիտեմ, ընդ ով ինչ արել, ինչ արել, որ հասկանում եք, այսա ինքը, երբ որ մարդը ինքը խորության հետևից է գնում, դա միշտ նշանակում է, որ ինքը կարդում է իր համար, ոչ թե հետո մարդկանց վրա տպավորություն թողնելու, չէ, հիմա մի հատ սիմպտոմ ասեմ, ես տեսնվիրալներին ոնց եմ ճանաչում, մարդը, որը ինքը խորության հետևից է գնում, չէ, իր աչքերի մեջ մի հատ շատ յուրահատուկ վիճակ է առաջանում, ինքը աչքերի մեջ մի հատ կենտրոնացում է ունենում, գիտեք ինչ ձև էլի, ոնց որ այնքը ինչ-որ մի բանը սենց բռնել է, ու դրա մեջ էպվում է, внутренняя концентрация есть, էլի, հասկացաք, չէ, даже ոչ թե էպվում է, ես հայերեն մի հատ շատ սիրում խոսք կա, էլի, այն գաղափարը, որը ինքը իր մեջ էս պահին վերցրել է, ինքը այդ գաղափարը իր մեջ փայփայում է, այսինքն տարբեր կողմերից փայփայում է, հա, իր ինչն է նայում, իր սիրունությունը, հասկանում եք, այդ խոր գնալը ինքը միշտ հնարավորություն է տալիս, որ դու քո կարդացածի կամ լսածի իմինը գեղեցկությունը ընկալես, ինչի է սա կարևոր, որտև այդ գեղեցկությունը ընկալելուց է, որ դու ասում ես, վաու, ասենցը չմեի, հա, ու էդի էննա, ինչը որ հենց այդ պահին, երբ որ դու հիացմունք ես ապրում, չէ, այդ հիացմունքը ինքը նշանակում է, որ դու էությունը ընկալեցիր, թե չէիր հիանա, այ պրոստը կանցնեիր, ինչ արև որ գնացինք, ես իմ մասին չէր, տարջիկ տալով գնում ենք, ումուր, ընջի համար, հասկանում եք ու այն նվիրալները, որոնք իրանք այս абстрактное մշլենյան ունեն, չէ, որոնք իրանք կարողանում են ինչ-որ մի հատ կերպար, ինչ-որ մի հատ թեմա վերցնեն ու իրանք ուշադրության կենտրոնում պահեն, ցես լավ պատկերացրած իր բոլոր բաներով, չէ, իրանք այն միշտ այդ իրանք հայացքի մեջ այդ պահը կա, էլի չեմ աղոտ ասեմ, էլի որ ինքս ես մի բանը բռնել է ու բաց չի թողնում։ Ուզում խոսա, ուզում ճաշեփի, ուզում գործի գնա, ինչ բանի, էդի այ իրա կենտրոնն է հիմա ինքը, հա, տեղա։ Ոպս է մի քիչ անջատվածի տպավորություն է թողնում միշտ։ Հասկացաք, չէ, որ ինքը ռեալ ստեղ չի, էլի, չէ, բայց էսի ամենամեծ գաղտնիքներից մեկն է, նա որ ինքը չի հասկանում, որ դեպի հոգևոր աշխարհ հնարավոր է գնալ միայն այն ժամանակ, երբ որ հոգևոր գիտելիքի ամեն մի տառը, ամեն մի ստորակետը քո դուրը գալիս է, հա, մինչև քո դուրը չի գալի, դու չես գնալու, լինելու է ուրիշ բան, դու շփվելու ես ուրիշի դուր գալու հետ, արդեն կապ չունի գրքով, իր անձնավորությամբ, թե լեկցիա կլսես, թե աչարյայի գիրքը կարդաս, դու ուրիշի հիացմունքի հետ ես շփվում, մի պահ ազդվում ես, հետո մոռանում ես, էլի դառնում ես արտաքին, չէ, ու այդ ժամանակ
տեղի չի ունենում ոչ մի հոգևոր տեղաշարժ։ Ինչ է ալնում։ 100 տարի մանտրա ես կրկնում, կապ չունի, որ կոնֆեսիայի մեջ ուզում ես եղի, 100 տարի, ես արդեն խոսում եմ ոչ թե կեղծարարների մասին, որ ոնց ուզում ապրում են, այլ ես խոսում եմ նրանց մասին, ովքեր որ փորձում են զբաղվեն հոգևոր պրակտիկայով, բայց չեն փոխվում, տարիներով չեն փոխվում, այդ չփոխվելը ինքը դրանից է գալի, որ ինքը իրականում իր մեջ ոչ մի տենց գաղափար չի ունեցել, которое потрясло его своей красотой. Հասկանում եք? Որտեւ իրականում, չէ, իրական հոգևոր գիտելիքի ամեն մի բառը, եթե դու իր մեջ խորանում ես, ինքը այդ վաղուն արես ինչ ասես։ Չէ՞։ Այդ ժամանակի որ դու այդ հրճվանքը ապրում ես, ինչ ասես։ Դա մի անգամից նշանակում է, որ հենց այդ պահին դու քո վրա ազդեցություն ես կրում։ Հասկանում եք։ Այսինքն դու քո մեջ տեղ տվեցիր, որ ինքը մտնի։ Հասկանում եք։ Իսկ եթե էդի չկա, քո սիրտը, քո ներքին աշխարհը ինքը մնում է զբաղված նյութական օբյեկտներով, որոնց հանդեպ դու կապվածություններ, ատելություններ, վախեր, ես ինչ ես զգում, այդ սաղ նյութական հալմաղալը։ Հա? Ուրեմն, այսօր մենք ձեզ հետ քննարկեցինք երկու շատ կարևոր կամպանիաներ, չէ՞, հոգևոր կյանքի, որոնց հիմքի վրա կենթանիակը ինքը ճիշտ հիմք է դնում, որ գնա։ Հասկացաք, ուրեմն առաջինը դա այն է, որ շատ պրագմատիկ պետք է հոգ տանել նյութական բառի մասին, պետք է աշխատել ճիշտ ռեժիմով ապրել, սնվել, քնել, հանգստանալ եւ այլն, չէ՞, որտեղ մարդիկ, որոնք իրանք պարտականությունների հանդեպ ուժեղ հակվածություն ունեն, իրանք մի հատ շատ մեծ սխալ ունեն։ Հատկապես մեր հայկանց մեջ էդի հիմիկվա սերունդը արդեն չէ, բայց իմ սերունդը ինձանց հետո մի սերունդ էլ երևի, այդ հակվածությունը մենք ունենք, էլի, որ սենց չափից ավել պարտականություններ վերցնել քո վրա ու զոհ գնալ, որ սենց առավոտից իրիկում մենակ պարտականության մեջ լինել եւ չնկատել նույնիսկ, որ այն ազնվորությունները, որոնց մասին դու անընդհատ հոգ ես տանում, ոչ մի անգամ հոգ չեն տանում, որ դու կենթանի մարդ ես ու կարող է հոգնում ես։ Մենք դաժե չենք նկատում, էլի, թե իրականում իրանք ինչքան մեզ չեն սիրում, այլ պրոստը օգտագործում են, որտեղ ոչ մի անգամ իրանց մտքով չի անցնում, էլի, որ կարելի ասել, մարդ ես, էլի, կարող է հոգնել ես։ Արի այսօր էլ ես ինչ բանը թող սենց սրնի, գնացինք միտեղ, դու հանգստացի կամ չգիտեմ, ինչ-որ մի բան էլի, հասկացաք, չէ՞։ Ասենք այս պահերը իրանք շատ կարևոր են։ Ուրեմն երկու սկզբունք կա՝ հոգատարություն նյութական մարմնի հանդեպ եւ ոչ տապողականություն։ Այսինքն միտքը պիտի ղեկավարվի, առաջերտին պիտի ղեկավարվի, որովհետեւ ազնվորությունը ինքը թույլ չտա։ Հոգևոր կյանքում ինքը բաներ կա, որ ինքը իրան թույլ չտա, որ ինքը նայի, լսի, որտեղ այդ ամեն ինչ իր վրա ազդում է։ Այդ ամեն ինչ իր միտքը զբաղացնում է։ Հետո այդ մարդը ինքը չի կարողանում նստի ու այդ զբաղված տեղը նենց դատարկի, որ կարողանա նենց էլի լուրջ զբաղվի հոգևոր գիտելիքով։ Հոգևոր գիտելիքը ինքը ահավոր նուրբ բան է։ Ահավոր նուրբ բան։ Ինքը նենց յուրահատուկ նաստրոյկա է ուզում, չէ՞։ Ու երկրորդ սկզբունքը, որ ինքը վերաբերվում է մտքին, դա այն է, որ արդեն երբ որ ազնվորությունը ինքը ունի այդ սովորությունը եւ կարողանում է մնա գիտելիքի հետ մենակ, ինքը պետք է հասկանա, որ շտապել չի կարելի։ Որ ռեալ հոգևոր կյանքը, ռեալ քայլերը, որոնք ներքին աշխարհը կատարում է դեպի հոգևոր կյանք, ինքը միշտ տեղի է ունենում խորության հաշվին։ Խորությունը, այսինքն ամեն ազնվորությանը ինչ որ մի թեմայով պետք է մտածել, ինչ որ մի գաղափարի շուրջ, որ ինքը կարդում է կամ լսում, պետք է մտածել այնքան ժամանակ, մինչև որ քո մեջ
դու ստույգ պատասխան կունենաս, սա քո դուրը գալիս է թե չէ։ Ու եթե ինչ-որ գաղափար կա, որը քո դուրը չի գալիս, չէ, երկու պատասխան կարող է լինի։ Կամ դու այնքան տրփալից ես, որ չես կարողանում զիջես քո պայմանավորված վիճակը, ընդունես մաքրությունը, կամ այն կրոնը չես ընտրել, որը քեզ պետք է, կամ այդ պահին այն գիտելիքը չես ուսումնասիրում, որը քո մակարդակին համապատասխանում։ Հա, ու ժամանակ պետք է դա վերանայել, առանց ոչ մի վախի, առանց ոչ մի չգիտեմ ինչի։ Հոգևոր կյանքը պիտի քեզ դուր գա։ Ահավոր կարևոր սկզբունք է։ Մնացած ամեն ինչը դա զոհովից ոչ մի արդյունք չտվող, հոգևոր արդյունք էլի, ոչ մի հոգևոր արդյունք չտվող, հերթական բռնություն քո հանդեպ կատարող ինչ-որ մի հատ պրոցես է, որը քեզ դարձնում է աղանդավոր, կամ աղանդավոր, կամ կեղծարար, հա, իսկ եթե երկու պրոցեսներն էլ իրակինաց մեջ ոչ մի, բացարձակապես ոչ մի հոգևոր արդյունք չեն ենթադրում, նյութական կարող է ենթադրում են, բայց հոգևոր չէ։ Հա, այսօր իսկան։